Նորոջան բարև, Աստղիկն է Ամերիկայից, Շուշանի դասարանցին, պետքա որ հիշես ինձ, Շուշանի հետ միշտ կապի մեջ ենք եղել, անգամ այն ժամանակ, երբ դեռ Հայաստանում էր, երկար ժամանակ ձեզանից լուր չունեի, ու շատ եմ ուզում, որ խոսենք, քեզ երբ է հարմար, թեկուզ 5 րոպեով, կզանգես? Ալինա հետևիցդ հավաքի, շորերը թափում ես չես հավաքում, գրքերը թափում ես չես հավաքում, նորմալ ա? Էլիզ ինչ ա եղել։ Ոչ մի բան, Ալինային ասում եմ, որ իր հետևից հավաքի։ Էլիզ ես կանեմ։ Ալինա ջան, ես արդեն արեցի։ Բան ա եղել։ Ես էլ չեմ հասկանում։ Ոչ մի բան էլ չի եղել։ Ուղղակի ասում եմ, որ իր հետևից հավաքի, վատ բան եմ ասում։ Նախ ես անընդհատ չեմ թափում իրերը։ Երկրորդն էլ դու երբեք sense բանի համար աղմուկ չէիր բարձրացրել։ Ինչ ա եղել Էլիս։ Տանել չեմ կարողանում, երբ որ ինձ խաբում եք։ Զանգում Էդոյին ինչ-որ կիսատ պրատ բաներ ասում։ Լավ, ես դուրս գամ։ Շուտ կգամ, հա նոր։ Էլիս մի հատ հանգստացի։ Ես ու Էդոն իրար հետ էինք։ Շատ կարևոր գործ ունեինք անելու։ Դրա համար էլ չի պատասխանել։ Պետք չի պատմություն սարքել։ Հիմա մի հատ հանգստացի, մի հատ մարդու եմ ցույց տալի, տես ճանաչում ես, թե չէ։ Էսով է։ Ասում ա, որ անունը Աստղիկ ա, որ մամայի դասընկերուհին ա։ Ինչ Զայնային ա ուղարկել։ Հարցնում էր, ինչ կա, չկա, ոնց ենք, տենց, ես ինչքան էլ փորձեցի իրան տեղը բերեմ, չկարողացա, դու ճանաչում ես, ծանոթ ա դեմքը։ Լսի, դեմքը ծանոթ է։ Մամայից էլ մի քանի անգամ անունը լսել եմ, բայց ինչ ա ուզում, ինչի ա զանգել։ Դե ուզում ա, որ կապնվեմ իր հետ, որ խոսենք։ Ես չգիտեմ, արժի։ Դե զանգի տեսնենք ինչ ա ուզում։ Հա որ։ Հա։ Նորից բարև, Նորոջան, ոնց եք? Նորից բարև ձեզ, լավ ենք, ամեն ինչ լավ ա, դուք ոնց եք։ Ճիշտն ասած, ես ինչքան էլ փորձեցի ձեզ հիշեմ, չկարողացա։ Ես Շուշանի մտերիմ ընկերուհին եմ, Սաֆարյան Աստղիկը, մենք դպրոցական տարիներից շատ մտերիմ ենք եղել, ու մեր կապը միշտ եղել ա։ Բարև ձեզ։ Ես ոնց որ ձեզ հիշեցի, որ Հայաստան եք եկել, ես ու մաման հյուր էինք եկել ձեզ։ Կենտրոնում եք, չէ՞ ապրում։ 2 տղա էլ ունեք։ Հա, Էլիս ջան, ճիշտ էլ հիշեցիր։ Ոնց եք։ Լավ եմ, բալես։ Երկար ժամանակ ձեզանից լուր չունեի։ Ուզում եի իմանայի ոնց եք, ինչ եք անում։ Լավ, նորմալ ենք։ Իսկ ամեն ինչ նորմալ ա ձեր մոտ։ Կարող է ինչ-որ խնդիրներ ունեք։ Ճիշտն ասած չհասկացա, բայց ինչ խնդրի մասին ա խոսքը կամ ինչ պետք ա լիներ։ Դե, ես ընդհանուր եմ հարցնում։ Իսկ ինձ թվաց, որ կոնկրետ ինչ-որ բան եք ուզում հարցնեք կամ իմանաք։ Ուղղակի, որ երկար ժամանակա լուր չեմ ունեցել, ուզում էի հասկանալ, կա որևէ անհանգստացնող հարց, թեկուզ Շուշանի երկրորդ ամուսնու հետ կապված։ Չհասկացա։ Արշակի հետ կապված ինչ պետք ա լինի։ Ինչ խնդրի մասին ա խոսքը։ Մագդա կլինի նստես,
Գլուխս պտտվեց արդեն։ Հա, էլի Մագդա, Էդոն ճիշտ է ասում։ Բոլորս էլ անհանգստանում ենք Նորոյի համար, արի նստի։ Նորոն հիմա շատ վատ վիճակում է ու կարա շատ լուրջ խնդիրների մեջ հայտնվի։ Ես ուղղակի անհանգստանում եմ։ Ոչ մի բան չի անի։ Բաբկենը չկա ու դժվար էլ գտնվի։ Լսի Նորոյի համար հիմա կրկնակի դժվար է։ Դիմացը հերն է կանգնած։ Ինքը չի կարող այդ հարցը իր ուզած ձևով լուծի։ Ճիշտ ես։ Այդ հարցը Նորոյին շատ է խեղճացնում։ Ոնց որ մինչև վերջ չկարանա ուզածնանի։ Ա բնական ով էլ լիներ իր փոխարեն չէր կարա։ Ուրիշ բանա խնդիր ունենալ անծանոթի տո թեկուս ծանոթի հետ, բայց ուրիշ բանա երբ որ դիմացը ծնողն է կանգնած ու այդ կապ չունի թե ինչ ծնողա։ Վերջ ծնողա։ Բաբկենը իմ տեսած ամենավատ ծնողի կերպարն է։ Ես լիքը պատմություններ եմ լսել, ականատես եմ եղել, բայց այս վերջն է։ Բաբկենը վատ ծնողի ընկետն է, որին գերազանցեն ինձ թվում է արդեն չի լինի։ Ինքը այդ պատվին արժանանալու համար ինչ կարար արել է։ Դե ոնց ասում են լավից լավը կա, տենց էլ վատից վատը։ Ես ինչքան անհանգստանում եմ Նորոյի համար, այդքան էլ վստահում եմ։ Ու ես գիտեմ, որ ինքը այս հարցի լուծումն էլ է գտնելու։ Ուղղակի մենք պետք է օգնենք իրան։ Մագդա, ես շատ եմ ուզում օգնել Նորոյին, բայց վստահ եմ, որ այդ մեկնածս ձեռքը օդում է մնալու։ Ինչ ես տես մտածում։ Ձեր հարաբերությունները բավականին լավ են հիմա։ Վայ Ռոբ։ Ոնց որ մեր մեջ աղջիկը ինքը լինի։ Ես պիտի ուշանա ինքն է ուշանում։ Տենց լավ չի Ալին ջան։ Ինչ գիտես ասա։ Ոնց կլներ 5 րոպե ուշացել եմ։ Վախեցա, գիտես Ռոբ ջան։ Լավ եղավ։ Գոնե գիտես ինչի համար եմ ուշացել։ Դե ոնց տենում եմ ոտքերդ տեղնա դու էլ լավ ես։ Չես ընկել ու կոտրվածքներ չունես։ Հետաքրքիր է ինչի ես ուշացել։ Խանութում երթ էի կանգնել, որ քո սիրած կոնֆետը բերեմ։ Ուր է։ Լավ ներում եմ։ Ու եթե սրանից հետո միշտ ես պատճառով ուշանաս, 5 րոպեն ինչ 15 րոպե էլ կսպասեմ։ Ալին, գիտես կուզեի մի քիչ համեստ լինեիր։ Գոնե կմտածեի ապագաս վտանգված չի։ Այսինքն։ Սկսվեց, հա։ Պիտի էլի քեզ ու քեզ խոսած ու ժպտաս։ Լավ էլի Ալին։ Դու ամեն ինչ էլ շատ լավ հասկանում ես։ Ուղղակի աղջիկներդ մի հատ վատ սովորություն ունեք, դուք ամեն ինչ էլ շատ լավ հասկանում եք։ Տղայի խոսքներ եք հասկանում։ Ուղղակի ձեզ մի քիչ միամիտի տեղ եք դրել, որ ավելի շատ բան իմանաք։ Ոй քեզ բան։ Լավ անցանք։ Ասա տենամ Արևի հետ նորմալ շփվում եք, հասկանում եք իրար։ Հա, Ռոբ շատ լավ ամեն ինչ։ Դրա մասն էլ ուզում էի խոսանք։ Գիտես հիմա մեր ընտանիքում ինչ պահ է։ Ինչ։ Անցյալը մոռանալու։ Անցյալը ջնջելու։ Չես հավատա, բայց նույնիսկ Էլիզն ու Մագդան են հիմա շատ մոտիկ շփվում։ Ու այդ ինձ ուրախացնում է։ Ինձ միշտ որպես փոքր են վերաբերվել տանը, Ռոբ։ Բայց ինչ կատարվել է տանը, ես իմացել եմ, զգացել եմ։ Բայց ձևացրել եմ, որ ոչ մի բան չեմ հասկանում։ Ու գիտես հիմա էլ։ Զգում եմ, որ պապայի հետ կապված ինչ-որ խնդիրներ կան։ Բայց չեն կիսվում, չեն ասում ինձ։ Ու ես էլի խաղում եմ, որ ոչ մի բան չգիտեմ։ Բայց կոնկրետ ինչ ա եղել Ալին։ Չգիտեմ, Ռոբ։ Չգիտեմ ինչ ա եղել, բայց որ մի բան եղել է, այդ հաստատ։ Էլիզն ու Նորան շատ խառն են, շատ լարված են։ Էլիզը վախեցած է։ Բայց ինչ չեն ասում, չեն խոսում, չեն կիսվում։ Ու ես էլի ձևացնում եմ, որ ոչ մի բան չեմ հասկանում։ Ու Նորոն չի սիրում, որ ես իմ դասերը, իմ հարցերը թողած խառնվում եմ այն հարցերին, որոնցով ինքն է զբաղվում։ Ալին, եթե ընտանիքում ինչ-որ կարևոր բան է կատարվում, դու պետք է տեղյակ լինես։ Հա, մի խառնվի, բայց պետք է տեղյակ լինես։ Դու Արևի տարիքին չես։
Ռոբի մախբերն ու քուրը ինձ փորձում են տալ այն մանկությունը, որոնք իրանք չեն տեսել։ Ու ինձ էլ շատ բաներ չեն ասում, ես հարցերից հեռու եմ պահում, որովհետև ինձ որպես փոքրի աչքերով են նայում։ Իրանք իրանց երազանքները իմ մեջ են դրել, իմ հետ են կապել, Ռոբ։ Ու ես շատ եմ վախենում։ Վախենում եմ, որ կարող է իրանց իմ հարցով վատ դրության մեջ դնեմ կամ նեղացնեմ։ Ես ուզում եմ, որ իրանք գոնե իմ հարցով հանգիստ լինեն։ Ու մտածեմ, որ իրանց մոտ ստացվել է ինձ այդ հանգստությունը տալը։ Դե երևի շատ խառն եմ խոսում ու մի քիչ էլ անհասկանալի։ Ինձ թվում է, որ դուք ինչ-որ կարևոր բան եք ուզում ասեք, ուղղակի չգիտեք ոնց սկսեք։ Չէ, ուղղակի Շուշանը շատ է պատմել, որ չեք ընդունում արշակին։ Դրա համար մտածեցի հնարավոր է դեռ խնդիրներ կան։ Դե արանքում երեխա կա, շփման հարց կա դրա համար։ Պարզ է։ Չէ, դրա հետ կապված ոչ մի խնդիր էլ չկա։ Շուշանը շատ էր ուզում Հայաստան գալ։ Պլանավորել էր աղջկան ունենալուց հետո անպայման վերադառնալ։ Էն էլ չստացվեց։ Պապկենին էր մի քանի անգամ խնդրել, որ գա ձեր մոտ, մինչև ինքը կարողանա հետ գալ։ Անհանգիստ էր, ոչ հանգիստ ուներ, ոչ քուն։ Արշակն էլ չէր ուզում վերադառնալ։ Ասում էր, որ ամեն ինչ վաճառել է, որ բարդ ճանապարհ է անցել։ Ու այդ ամեն ինչը անիմաստ կլինի, եթե թողնեն ու հետ գան։ Մի խոսքով այդ հարցով լեզու չեն գտնում, ու այդ Շուշանի վիճակը ավելի է ծանրացնում։ Լավ է, որ գոնե հիմա Պապկենը հետ է եկել ու ձեր կողքին է։ Ճիշտ է մի քիչ ուշ, բայց կարևորը հիմա մենակ չեք։ Շուշանի հոգին էլ վերջապես կհանգստանա։ Ես շատ շնորհակալ եմ, որ այսքան տարի անց զանգել եք, փորձում եք իմանալ մենք ոնց ենք, ինչ-որ բանով օգնենք, բայց ոչ մի բանի կարիք չկա։ Ամեն ինչ նորմալ է։ Կարևորը այդ է։ Դե կապի մեջ կլինենք։ Հույս ունեմ դրանից հետո ավելի հաճախ կկարողանանք խոսել։ Ամեն դեպքում դուք իմ ամենամտերիմ ընկերուհու երեխեքն եք, ու ես մենակ ուրախ կլինեմ, եթե ձեզանից միշտ տեղեկացված լինեմ։ Լավ մնացեք։ Դուք էլ հաջողություն։ Մի տեսակ էր խոսում, թե ինձ թվաց։ Դե երևի լարված էր։ Ինչքան ժամանակ ամեր այդ չի խոսացել, մենք էլ նորմալ չէինք հիշում։ Լավ, ես գնամ հետոն ինձ է սպասում։ Իբր եկել էի տուն, որ հանգստանայի։ Լավ է, որ գոնե հիմա Պապկենը հետ է եկել ու ձեր կողքին է։ Ճիշտ է մի քիչ ուշ, բայց կարևորը հիմա մենակ չեք։ Շուշանի հոգին էլ վերջապես կհանգստանա։ Էլիս, Ինչ-որ բան ես մոռացել։ հիմա ինձ լսի։ Քո համար տարօրինակ չէր, որ այդ կինը տեղյակ էր, որ Պապկենը հետ է եկել։ Դե չեմ ֆիքսվել այդքան նորո։ Բայց հա, ասաց, որ Պապկենը հետ է եկել ու լավ է, որ մեր կողքն է։ Չէ, այստեղ մի բան են չի։ Հաստատ մի բան են չի։ Ալո։ Կներեք, ճիշտ ասած, ձեզ մի բան եմ ուզում հարցնեմ։ Ասա։ Դուք որտեղից եք տեղյակ, որ Պապկենը հետ է եկել։ Ես շատ լավ հասկանում եմ, որ դուք ուղղակի չէիք զանգել, որ իմանայիք մենք ոնց ենք։ Ուրիշ բան էիք ուզում ասեք, ուղղակի թեման փոխեցիք։ Հիմա որ խնդրեմ իմ հարցին կպատասխանեք, դուք որտեղից եք տեղյակ, որ Պապկենը հետ է եկել։ Ալո։ Աստղիկ։ Լսում եմ։ Դուք էլ շատ լավ հասկանում եք, որ ես ամեն ինչ շատ լավ գիտեմ ու հասկանում եմ։ Խնդրում եմ, եթե ինչ-որ բան պետք է մենք իմանանք, ավելի լավ է հիմա ասեք, որ հասկանանք ինչ է կատարվում։ Մի քանի օր առաջ Պապկենը ինձ զանգել էր
ու շատ տարօրինակ հարցեր տալիս։ Ես վախեցա, իրար խառնվեցի ու որոշեցի զանգել քեզ, որ իմանամ, թե ինչ է կատարվում, որովհետև Պապկենի հետ էլ կապ հաստատել չեղավ։ Ու ինչ հարց։ Շուշանի մահվան մասին։ Նորոյի բնավորությունը շատ նման է Շուշանին։ Ինքն էլ չէր սիրում, երբ որ իրան օգնություն էին առաջարկում։ Փաստորեն Շուշանն էլ օգնություն չէր սիրում։ Երբ որ նոր էին ծանոթացել ու ես իմացել էի, որ դժվար կյանքով ապրում, իմ օգնությունը առաջարկեցի, բայց չէր ընդունում։ Նույնիսկ այն ժամանակ, երբ որ մենք ազատ շփվում էինք, խոսում էինք, մեր հարաբերությունների մասին էինք կիսվում։ Թվում էր, թե մենք անցել ենք այդ սահմանը, որ կարող ենք մեկս մյուսին մեր խնդիրները վստահել։ Բայց մեկը Շուշանը միշտ իրան պահում էր։ Ու ինձնից հենց այնպես գումար չէր վերցնում, պարտադիր պետք է ինչ-որ մի հատ աշխատանք կատարեր։ Ես էլ օֆիսում ինչքան մանր գործ կար տալիս էի։ Այն ժամանակ այդքան էլ մեծ չէր բիզնեսս, բայց դե Փաստորեն իսկական Շուշան քուրիկի տղեն է։ Վայ ոնց եմ սպասում այդ քննությունը գոնե շուտ ավարտվի, չգիտեմ այդ գումարը տան համար օգտագործեն։ Մնում է Բաբկենը գտնվի տանտերն էլ համաձայն լինի։ Լիքը հարցեր կան էլի։ ինձ թվում է տանտիրոջ հետ խնդիր չի լինի։ Պետքա Բաբկենին գտնենք։ Այդ հիմա ասեղի պես կորել է։ Մագդա ջան, որ խնդրեմ ես սուրճ կբերես, գլուխս պայթում է։ Հա հիմա։ Լավ, ես զարմանում եմ։ Այդ Բաբկենը ոնց ցավ չի զգում։ Չէ, դու ջան, ինչ ցավ։ Գիտես Շուշան ինձ ինչ էր պատմել։ Ինչ լավ ես վերլուծում Ալին։ Այսքան խորը չէի մտածել։ Ռոբյա սահավոր վատ էի տրամադրված Արևի ու իր պապայի դեմ։ Ես մտածում էի, որ մեր ընտանիքները կյանքում լեզու չեն գտնի։ Ու թեկուզ եթե ինքն էլ իմ քույրը լինի, մենք մեկաստիպված ենք լինելու միշտ անծանոթների նման ապրել։ Ես նույնիսկ մեր հանդիպումը իրար դեմքով ճանաչելը չեմ պատկերացրել երբեք։ Բայց արի ուտես, որ հրաշքներ իրոք լինում են այս կյանքում Ռոբ։ Պատահական հանդիպումներով կամ զուգադիպությունների միջոցով, բայց կարևորը լինում են։ Ու այդ մարդկանց օգնում է մի քիչ թեթևանալ ու շատ բաների այլ կողմից նայել։ Ալին, կարող ես երեխու տեղ են դնում հրաշքներին հավատալու համար։ Չգիտեմ, Ռոբ։ Հնարավոր է իմ ես նկարագրածը մեծերի համար ընդհանրապես հրաշքի նման չի։ Բայց ես տենց եմ մտածում։ Որովհետև երբ դու ինչ-որ պատմության վերջ չգիտես, դու չգիտես, թե հետոն էլ ինչ է լինելու։ Ու մեր ընտանիքը դրա վառ ապացույցն է։ Մեր մաման մեզ թողեց ու Արշակի հետ գնաց։ Հետո իմացանք, որ ինքը էլ չկա։ Ու մեզ թվաց, որ վերջ։ Մեր պատմությունը այսքանով ավարտվեց։ Բայց արի ուտես, որ մեր պատկերացրած վերջը մեզ Արևից ու իր պապայից հեռու չպահեց։ Իսկ Նորոյի ու Մագդայի պատմությունը իմ ասած հենց պատահական հրաշքի սկիզբն էր, որ խորը մտածես սիրուն պատմություն է, բայց շատ դժբախտ ու տխուր։ Չես պատկերացնի քեզ ինչքան եմ սիրում Ալին։ Միշտ կողքդ եմ լինելու ու առանձնթատելու լսելու եմ քեզ։ Ու շատ ուրախ եմ, որ այսքան խելաց ես։ Ռոբ։ Հա, ինչ։ Ընկերները առանց իրար սիրելու են ընկերություն անում։ Միանգամից ուրիշ բան ես մտածում։ Չնայած լավ։ Ոնց որ կամած ինձ տուն ճանապարհես։ Ոնց կուզես ճանապարհեմ, բայց արի մեր մյուս հանդիպումը Արևի հետ կազմակերպենք, հա։
Շատ եմ ուզում ձեզ երկուսիդ իրար հետ տեսնեմ։ Կփորձենք։ Կոնկրետ ինչ է ասել։ Դե հարցնում էր, թե ոնց է մահացել Շուշանը։ Ես էլ ահա որ զարմացա։ Ախր բոլորս է գիտենք, որ Շուշանը ծննդաբերության ժամանակ է մահացել։ Ասեցի, այն ինչ կա, բայց ինքը սկսեց շփոթեցնող բաներ խոսել։ Հա, երևի Արշակից է, չէ՞ խոսել։ Հա, ասում էր, որ գիտի, տեղյակ ա եղել, որ Արշակը վատ ա վարվել Շուշանի հետ ու նման բաներ։ Բայց ամեն ինչ այնքան էլ այդպես չի եղել։ Ուղղակի մի օր Շուշանն ու Արշակը իրար չէին հասկացել ու պատճառը Շուշանի Հայաստան գալու ցանկությունն էր։ Այդ օրը Շուշանը եկավ իմ տուն ու լացելով խնդրեց, որ օգնեմ իրան, որ գա Հայաստան։ Հետո։ Դե հետո իմ տնից կապ հաստատեց Բաբկենի հետ, հաղորդագրություն ուղարկեց։ Հետո զանգով խոսեցին։ Այդ ընթացքում Շուշանը լացում էր, խնդրում էր Բաբկենին, որ մինչև իրա հասնելը գա ու ձեր կողքի լինի։ Հետո խոսքի մեջ ասեց, որ Արշակին չի լսելու, որ արդեն փախել է տնից ու հաստատ ինչ է լինի, հետ չի գնալու, որ իր հաջորդ կանգառը Հայաստանն է լինելու ու ձեր տունը։ Ու այդպես փորձում էր համոզել Բաբկենին, երևի դրանից է մտածել, որ Արշակը նեղացնում է Շուշանին, չգիտեմ, բայց ես միշտ իրանց հետ շփում եմ ունեցել ու Արշակը շատ ուշադիր է եղել Շուշանի հանդեպ։ Բաբկենի ակնարկը այնքան էլ հասկանալի չէր իմ համար։ Հա, ես Բաբկենի մոտեցմանը շատ լավ ծանոթ եմ ու գիտեմ ինչ կարա ասած լինի։ Դրա համար ձեզ խնդրում եմ, եթե Բաբկենը ձեզ զանգում ու ինչ-որ բան ասում, մի հավատացեք։ Լավ։ Մենք գիտենք, որ մեր մաման ծննդաբերության ժամանակ է մահացել ու ոչ մի ուրիշ բան չի եղել։ Բայց քանի թեման բացվել է, երևի ճիշտ է, որ ես միջև վերջ խոսեմ։ Այդ օրը Շուշանը լացելով եկավ իմ տուն։ Մի տեսակ վախեցած էր։ Էլի եմ ասում, միշտ տեսել եմ ու զգացել եմ, որ լավ են իր հետ, բայց այդ օրը շատ վախեցած էր։ Ես հաստատ չգիտեմ ինչ է եղել։ Միջև վերջ չկիսվեց իմ հետ, բայց հստակ որոշել է, որ եթե անգամ Արշակը դեմ լինի, ինքը կփախնի Հայաստան։ Առաջի անգամ էի տեսնում, որ այդքան վախեցած լինի Շուշանը։ Ինչ։ Դե օրինակ են, որ մի անգամ Բաբկենը խոշոր գումար է պարտվել խաղատանը։ Ու նորոյ ձեռքից խլել այն վզնոցը, որը որ Շուշանի հայրն էր նվիրել մահանալուց առաջ։ Նորոն այդ ժամանակ փոքր է եղել, բայց Բաբկենին չի խանգարել, որ կռվի երեխու հետ։ Լուրջ։ Հա։ Հետո գնացել է Մոսկվա ու երկար ժամանակ հետ չի եկել։ Ու տենց շատ բաներ է պատմել Շուշանը հետո։ Բաբկենը իրոք բռնություն է գործադրել։ Ես այդ ամեն ինչը լսում էի ու բարկանում էի։ Հետո էլ զարմանում էի, ասում էի, թե ոնց է ինքը այդքան դիմացել։ Բաբկենի խիղճը մեռած է։ Ես զարմանում եմ ոնց կարա մարդ առանց խղճի ապրի։ Ես միշտ մտածել եմ, որ տենց հնարավոր չի։ Այս կյանքում ամեն ինչ հնարավոր է դու։ Վերջին ժամանակներում, երբ որ քիչ էր մնացել, որ արևս ծնվի, Շուշանը ահա որ վատ վիճակում էր։ Վատ երազներ էր տեսնում, վեր էր թռնում, սենյակից փախնում էր։ Երբ որ հասնում էի, ինչ ա եղել, իրար հետևից Բաբկենի անունն էր կրկնում, ասում էր պետքա վերադառնա Հայաստան, չպիտի թողնի, որ Բաբկեն երեխեքի մոտ երկար մնա։ Բայց Բաբկենը այդ շրջանում Հայաստանում է եղել, իմի մնալով չէ։ 10 տարի Հայաստանում չի եղել ու այս վերջերս է եկել։ Հա, հենց այդ Հայաստանում չի եղել, բայց Շուշանը զանգել էր, ասել էր, որ գա։ Ես էլ եմ հետո իմացել։ Բա ինչի՞ է տենց բան արել։ Դե անհանգստացել է։ Թամարը մեծ կին էր։ Վախեցել է, մտածել է կարող է վատ բան լինի։ Իրան ինքնաթիռ նստել չէր կարել հետո։ Ինքը ծանր հղիություն էր տանում։ Բժիշկները չէին թողնում։ Հավատա, եթե այդ վտանգը չլիներ, ես չէի թողնի, որ Շուշան աչքիս առաջ տանջվեր։ Ձեռքը կբռնեի, ամեն ինչ կթողնի ու կվերադառնայինք Հայաստան։ Գիտեմ Արշակոպր, գիտեմ։
Հետո Շուշանը լրիվ ուրիշ մարդ էր դարձել։ Այդ ընթացքում շատ բան է կատարվել։ Ես իրան չէի ճանաչում։ Մտածում էի, որ ուրիշ մարդ է, ուրիշի հետ եմ ամուսնացել։ Ահա որ բարդ էր դարձել իրան հասկանալը։ Կարելի ասել, որ ընդհանրապես չէր էլ ստացվում։ Բայց ես ամեն ինչ անում էի, փորձում էի։ Ու միշտ չէր, որ մեր ուզածով էր լինում։ Առանց պատճառի հետս կկռվեր։ Ես էլ եմ հասկանում, հա, երեխեքի կարոտը սպանում էր, բայց լինում էին օրեր, որ էլ դիմանալու չէր։ Ես արդեն սկսել էի վախենալ երեխուս համար։ Հարցեր տվեցի, փորձեցի հասկանալ կարող է Արշակը վատ է վարվում հետը, բայց բան չասեց, խնդրեց, որ էլ հարցեր չտամ։ Ես ինքս եմ ասում, որ տեսել եմ, վախեցած է, ես ինքս եմ ասում, որ կասկածներ ունեց այդ պահին, բայց մեկը հավատս չի գալիս, որ Արշակը կարող էր վնասել Շուշանին, կամ հետը վատ վարվեր։ Ախր տեսել եմ Արշակին, շփվել եմ։ Ուրիշ բան կա, որ ինձ չեք ասում։ Չէ, ուրիշ բան չկա։ Գլխացավ ուներ, անընդհատ գլուխներ բռնում։ Հետո Արշակը եկավ, խոսեցին, հասկացան իրար ու գնացին։ Այդ ընթացքում Արշակն ու Շուշանը շատ էին վիճում, բայց այդ վեճերի պատճառը իմ իմանալով մենակ եղել է Շուշանի Հայաստան գալը։ Իրան ինքնաթիռ նստել չէր կարելի, ու այդ ժամանակ օրինական չէին Ամերիկայում։ Եթե Շուշանը գար Հայաստան, էլ հետ չէր կարող գնալ։ Խնդրում եմ, ինձ ճիշտն ասեք, ուրիշ ինչ եք հիշում։ Եթե ինչ-որ բան կա, որ մենք պետք է իմանանք, մի թաքցրեք, լավ ասեք։ Մի անգամ էլ Շուշանը ոստիկանություն էր զանգել։ Չհասկացա։ Ինչի համար։ Դժվար է։ Շատ դժվար։ Հայդո։ Հեն էլ հիմա երբ տեսնում եմ, որ Շուշան երեխեքը շարունակում են տանջվել այդ հոր ձեռքին։ Հասկանում եմ Շուշանի անհանգստությունը։ Չպետք է դիմեր այդ Բաբկենին։ Ու ինքն իրան գցեց վախերի ու անհանգստության մեջ։ Բայց ես այդ ժամանակ մենակ արևի մասին էի մտածում ու վերջ։ Արշակոպար, արել շարունակենք, ու լուր է սուրճը խմենք։ Դե հետո բացատրում էր, որ ինքն էլ չի հասկացել, թե ինչ արել։ Մտածելա զանգի ասի, որ Արշակի հետ վտանգի մեջ է, որ իրեն կան տանեն ու հետ ուղարկեն։ Հետո փոշմանել էր, ասում էր, որ չի կարողանում իրեն ներել։ Հաստատ ուղակի զանգել է, թե ամեն դեպքում բան ա եղել։ Ասում էր, որ ուղակի զանգել է, որ վատ վիճակում ա եղել։ Էլի եմ ասում։ Ես համոզված եմ, որ Արշակը նման բան չէր անի։ Այդ հարցերն են եղել, որովհետև Շուշանը ձեր հանդեպ ունեցած մեղքի զգացումից արդեն կորցրել էր իրան։ Կներես Նորո ջան, բայց արդեն ուշ է մեր մոտ։ Հույս ունեմ մենք ճիշտ հասկացանք իրար։ Լավ, եթե նորից ինչ-որ բան հիշեք, ինձ զանգեք, լավ, միշտ հասանելի եմ։ Նորո հանգստացի, պետք չի էմոցիաներին տրվել։ Էլիս դու հավատում ես, որ մաման առանց պատճառի ուղղակի կզանգել ոստիկանություն։ Թե ամեն դեպքում մտածում ես, որ Արշակը ճնշել է։ Մաման շատ հավասարակշռված կին էր, ուղղակի էմոցիաներին չէր տրվի, ուղղակի տես բան չէր անի, չէր զանգի ոստիկանություն։ Ինչ ես կարծում, կարար տես բան լիներ, թե չէ։ Չգիտեմ Նորո, բայց մի քայլ անելուց առաջ պետք է հաստատ ճշտել։ Մենք մամայի հետ այդքան ապրել ենք։ Ես լավ հիշում եմ Բաբկենը ինչ որ հիացել մամային, բայց չեմ տեսել, որ մաման տալվի ուղղակի էմոցիաներին ինչ որ առանց հասկանալու ինչ որ բաներ անի։ Չեմ հիշում տենց բան։ Այդ ո՞նց եղավ, որ Ամերիկայում ապրելով իրան կորցրեց ու զանգեց ոստիկանություն։ Հա՞։ Նոր տարբեր բաներ ես հիմա համեմատում։ Մաման Ամերիկայում մեր մասին է մտածել։
Կապ չունի, Էլիս, կապ չունի մարդ որտեղ ապրում ու ինչ իրավիճակներում է հայտնվում։ Եթե մարդը տեսակ ունի, իր տեսակը չի փոխում, հասկանում ես։ Չի կարա ուղակի զանգի ոստիկանություն, առանց պատճառի։ Այն էլ մաման։ Նորո համբերի։ Հիմա ոչ միտեղ չես գնում։ Համբերի նորո։ Էլիս, ես հիմա ահավոր ջղայնացած եմ, ու չեմ ուզում քո վրա տապել իմ ջղայնությունը, մի կողմ գնա։ Դու հիշում ես, երբ որ ես էլ էի Արշակին մեղադրում մամայի մահվան մեջ, դու ինձ ինչ էիր ասում։ Ասում էիր Էլիզ, եթե մի բանում վստահ չես, մի խոսա։ Հիմա նույնն էլ ես եմ քեզ ասում։ Միչև վստահ չլինես, համոզված չլինես, ոչ մի քայլ։ Էլիս, ես պետքա խոսամ Արշակի հետ, պետքա հասկանամ ինչ է կատարում, եթե չխոսամ ո՞նց հասկանամ։ Բաբկեներ ստեղ չի որ գնամ հանդիպեմ, մի բան հետը խոսամ, քննարկեմ, ինչքան որ իրան չեմ հավատում։ Բայց գոնե կփորձեի մի բան հասկանայի։ Ես չեմ կարող կանգնեմ ու ոչ մի բան չանեմ։ Ուրիշ տարբերակ էլ կա նորո։ Կփորձենք այս կնոջից էլի ինֆորմացիա իմանալ։ Ես վստահ եմ ինքը միջև վերջ չխոսած։ Հիմա որ գնաս Արշակենց տուն կռիվ սարքես, ոչ մի օգուտ չենք ունենալու։ Լսի ինձ էլի։ Տակ գլխով որոշումներ մի կայացրա։ Ու հետո մի մոռացի, այդտան Արևը կա, Մագդան կա։ Իսկ իրանք մեր համար օտար մարդիկ չեն։ Իրանք քո կյանքի ամենակարևոր մարդկանցից են։ Զսպի քեզ նորո։ Ոնց ես Արշակ։ Հա նորը։ Հետո ուր ես մենք պետքա շտապ հանդիպենք։ Խոսալու բան կա։ Բան ա եղել։ Այն ա եղել, որ քո սիրելի Արշակի դեմքը կամաց պատրվում է։ Այսինքն Ես էլ եմ արդեն սկսում մտածել, որ ինքը մեղավոր է մորս մահվան վեճ։